Հարիկս ինքը մեր գիտավորն հավաքում տանում, ես լարապտը օգնում եմ հավաքում ենք տանում իրան ճամփում, իրեքունն էլ հետում եմ բերում օգնում ենք ջոկ։ Ինը արդեն մի տարի։ 14-ամյա Ռուբենը արդեն 5-րդ տարին է դպրոց չի հաճախում։ Նա հոր և հորեղբոր հետ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրի գյուղի նախրապանն է դարձել։ Ռուբենը ամաչում է խոսել իր դպրոց չհաճախելու մասին, բայց պատմելիս գրական հայերենով է արտահայտվում։ Տան անդամներն ասում են, որ Ռուբենը բավականին լավ է սովորել դպրոցում։ Ինքն էլ է խոստովանում, որ ուզում է դպրոց գնալ և երազում է փաստաբան դառնալու մասին։ Որտեղ միշտ դու ուրիշների խնդիրներն ես հարցնում, որ ոստիկանությունը մարդ է բռնում կամ բան, այդ մարդը մեղավոր չլինում, այդ փաստաբանը օգնում է, որ իրեն անմեղությունը ճանաչի։ Ռուբենի քույրն էլ 15-ամյա Ժենյան դպրոց չի հաճախում։ Աղջիկը նույնիսկ գրել կարդալ չի կարողանում։ Մինչև քանի տարեկան ես դպրոց գնացել։ Ինչո՞։ 10։ Իսկ դրանից հետո ինչի՞ չես գնացել։ Մաման չի ուղարկել։ Ինչ ասել որ։ Ասլա փող չկա, չեմ կարող ուղարկել։ Իսկ դու ուզում էի դպրոց գնալ։ Հա։ Գրել կարդալ գիտես։ Տարերը չես ճանաչում։ Ճանաչում։ Փորձ մի հատ դες կարաս քո անուն ազգանուն գրես։ Չեմ կարող։ Մեկ տարի առաջ այցելել էինք Խաչատրյանների ընտանիքին։ Մեր այցելությունից հետո նրանց տանը ոչինչ չի փոխվել։ Միայն աղբանոցներից վառելիք հավաքող Ռուբեն Պապն է մահացել։ Ալեքսանդր և Ֆրիդրիխ եղբայրների ընտանիքները նույն տանն են ապրում, որի մի մասում նույնիսկ լուսամուտներին ապակի չկա։ Չնայած այս ամենին, համագյուղացիներն ասում են, որ գյուղի ամենահարուստը հենց նրանք են, որովհետև տավարը պահելու համար բավական գումար են ստանում, պարզապես ճիշտ տնտեսել չեն կարողանում։ Տիկին Կարինեն էլ երեխաներին դպրոց չուղարկելը պայմանավորում է զուտ սոցիալական ծանր վիճակով։ Հազիվ ծերին երեխեքի ուտելիքն եմ հասցնում։ Դրետի ասենք չեմ կարելի, որ երեխեքին ուղարկեմ դպրոց։ Մեր երեխա եմ ուղարկում, այն էլ հազիվ ծերին հասցնելով այդ երեխին ուղարկում եմ։ Այն էլ ասենք սրանից ծնդրանից շոր վերցնելով, թե սունկա վերցնելով, թե տետրակ վերցնելով, թե գիրք վերցնելով երեխին ուղարկում ենք դպրոց։ Մեծ Մասրիկի միջնակարգ դպրոցում երեխաների դպրոց չհաճախելը առավել մեղմ է ներկայացվում։ Տնօրեն Ատոմ Հակոբյանն ու հատուկ մանկավարժ Ռիմա Գասպարյանը վստահեցնում էին, որ երեխաները դպրոց հաճախել են և ժամանակ առ ժամանակ են բացակայել։ Չէ, ոչ թե քանի տարի չեն գալիս, այլ այդ երեխաները խոսքը անցած տարվա մասին։ Օրինակ նախանցած տարի էլի հաճախմախնդիր են ունեցել, բայց այդ չափականակի չի եղել։ Իրենք դպրոց հաճախել են։ Երբ։ Անցած տարի, հիմա այս տարի ես իրանց կանչել եմ ու չեմ հասկանում խնդիրն ինչ է։ Այսօր օրինակ իրանք պետքա գային։ Իսկ միշտ են եկել դպրոց անցած տարի։ Հա։ Համարյա հա։ Մինչև 5-րդ դասարանում գնացել դպրոց, սովորել եմ հարվածային։ Մեծ Մասրիկի համայնքապետ Միշա Խլոյանը և դպրոցի տնօրենը երեխաներին կրթությունից զրկելու ողջ պատասխանատվությունը ծնողների վրա են դնում և վստահեցնում, որ երեխաներին դպրոց չուղարկելու պատճառը բնավել հագուստը չէ, քանզի իրենք մշտապես թե հագուստով, թե գրենական պիտույքներով օգնել են նրանց։ Ինչ էին հագնում։ Սիվտակ սառուշկա, սևյուկա, սիվտակ կոշկա։ Դու չունեիր։ Բա դու ինչ էիր հագնում։ Շալվար սվետեր։ Բան էին ասում դրա համար քեզ։ Հա։ Ծծխում էին վրաս։ Այդ երեխան միանշանակ իր ծնողների ճակերտավոր զոհն է։ Կրթության, դաստիարակության ուսման առումով։ Ծնողները զբաղվում են անասնապահությամբ, մի քիչ չգիտեմ, ներողություն նորմալ մարդիկ չեն, որ կարող ես այդ խոսքը շփվես։ Ընդ որում այնպես երեխա է, որ կրթության առանձնատու պայմանների կարիք ունի, օրինակ Բեդոյան, Ժենյա։ Բայց ծնողին մենք խնդրում ենք, որ ինքը երեխային մեր աջակցությամբ, համայնքի ղեկավարի ֆինանսական աջակցությամբ, մեր վարչության պետի, մարզպետի հանձնարարականով, որ իրեն ուղարկենք վկայագիր վերցնի բժշկօքի բանամանկավարժական գնահատման կենտրոնի կողմից։ Բայց այդ ծնողը բացարձակ անտարբեր, նույնիսկ հենց ինքը չի թողնում երեխային դպրոց։
Ես ինքս անձամբ հաճախել եմ իրանց տուն, իրանց սոցիալական վիճակը շատ անմխիթար է։ Անհասկանալի է, եթե Ժենյան կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ուներ, ինչպես է մինչ օրս հասել 9-րդ դասարան եւ ինչու է մանկավարժական կոլեկտիվը աչքաթող արել այս փաստը։ Իսկ ամենազարմանալին այն էր, որ տարիներով դպրոց չհաճախող երեխաների բացակայությունները դասամատյանում ամբողջությամբ գրանցված չէր։ Ավելին, համաձայն դասամատյանի գնահատականների, պարզվում է քույրն ու եղբայրը նորմալ են սովորում։ Ժենյան հայերեն իր անուն ազգանունը գրել չի կարողանում, բայց անգլերենին ըստ նշանակված գնահատականների շատ ավելի լավ է տիրապետում։ Նա ընդամենը 1 բացակա ուներ անգլերենի դասաժամին, իսկ գնահատականների միավորները 10 բալանոց համակարգում 4-ից 7 էր հասնում։ Գրեթե նույն գնահատականներն էլ Ռուբենին էր նշանակված։ Թե որտեղից այս գնահատականները դպրոց չհաճախող երեխաների անվան դիմաց տնօրենը բացատրել դժվարանում է։ Ուսուցիչները ելնելով մանկավարժական իրենց մոտեցումներից օժանդակել են, որովհետեւ փոխադրվի այդ երեխան, որովհետեւ գոնե հիմնական կրթություն ստանա։ Որովհետեւ այդ երեխային չես կարա 10 տարի թողնես նույն դասարանը։ Չկա նման կարգ։ Եվ չկա նման կարգ, որ այդ երեխային պետք է ազատել, դուրս թողնել հանրակրթությունից։ Ի վերջո միայն գրելով չէ, գոնե տեսողականը, գոնե շփվելը, գոնե երեխաների հետ այդ մասնակցությունը, գոնե պատմողականը ինչ որ մի մինիմալի հասել է, որ փոխադրվել է։ Ժենյան այս տարի մնացել է նույն 9-րդ դասարանում, Ռուբենը փոխադրվել է 10-րդ դասարան։ Դպրոցը ֆինանսավորվում է երեխաների թվով։ Ատոմ Հակոբյանը ժխտեց այն հանգամանքը, որ դպրոցում երեխաներին արհեստականորեն են պահում եւ մատյանում քիչ բացակայություններ դնում, որպեսզի հավելյալ ֆինանսական մուտքեր ունենան։ Երեխաների կրթությունից դուրս մնալու փաստը համապատասխան մարմիններում արձանագրված չէ։ Այդ մասին վկայում է Գեղարքունիքի նախկին մարզպետ Նվեր Պողոսյանի մեր գրավոր հարցման պատասխանը։ Գեղարքունիքի մարզում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներին հաշվառելու նպատակով 2011-12 ուսումնական տարվա առաջին եւ երկրորդ կիսամյակների ընթացքում մարզպետարանի կողմից գրավոր հարցումներ են կատարվել մարզի համայնքների ղեկավարներին ու հանրակրթական ուսումնական հաստատությունների տնօրեններին։ Պարզվել է, որ նշված ուստարում մարզի համայնքներում հանրակրթությունից դուրս մնացած երեխաներ չկան։